Նույն սցենարով են Միացյալ Նահանգներն ու Իսրայելը պատերազմում Իրանի դեմ։ Ինչպես 2025-ի հունիսին 12-օրյա պատերազմը սկսվեց ու ընդհատեց Իրան-ԱՄՆ բանակցությունների հերթական ռաունդը։ Այս անգամ էլ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլից 2 օր հետո հրթիռներ ընկան Իրանի վրա։ Երբ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարում էր, որ իրականում մենք ունենք անվստահություն ԱՄՆ-ի նկատմամբ, որովհետև նախորդ բանակցությունների հետևանքը եղավ ռազմական գործողությունները Իրանի նկատմամբ, եւ մենք վստահ չենք, որ այս անգամ նույն սցենարը չի կրկնվի։ Փաստացի նույն սցենարը տեղի ունեցավ։ Իրանագետների համար դեռ շաբաթներ առաջ էր կանխատեսելի այս պատերազմը։ Եվ ռազմագետները կարծում են, Միացյալ Նահանգներից հնչող կոշտ հռետորաբանությունից հետո Թրամփի համբերության բաժակը վերջնականապես լցվել է, երբ այս տարի վերսկսված բանակցություններին իրանցի պաշտոնյաների շուրթերից չի հնչել ցանկալի նախադասությունը՝ մենք միջուկային զենք չենք ստեղծի։ Իրանագետները նկատում են, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գերնպատակն է ոչ միայն վերացնել միջուկային գիտնականներին ու միջուկային օբյեկտները, այլև բալիստիկ հրթիռները։ Թրամփն էր հայտարարել, թե դրանք սպառնալիք են Եվրոպային եւ չի բացառում, որ մի օր հասնեն նաեւ նահանգներ։ Ինչ վերաբերում է գիտնականներին վերացնելով կանխել որոշակի գործողություններ, բնականաբար Իրանը եւս այդ հարցում բավականին առաջխաղացում ունի եւ մի քանի գիտնականների վերացնելով փաստացի ոչ մի պետություն չի կարողանա Իրանի մտքին դրած, այսպես ասած, որևէ ծրագիր կանխարգելել։ Միացյալ Նահանգների թիրախում իրանցի բարձրաստիճան հոգևոր եւ ռազմական ղեկավարությունն է, նկատում են իրանագետները։ Նրանց գլխատելով Վաշինգտոնն ու Թել Ավիվը ցանկանում են իշխանափոխության հասնել Իրանում։ Թրամփն ուզում է այնտեղ էլ հաստատել իր գերակայությունը ու պատահական չէ, որ եւ Վաշինգտոնից եւ Թել Ավիվից իրանցիներին փողոց հանելու հայտարարություններ են հնչում։ Արևմուտքի ձեռագիրն է եղել, բացի ռազմական գործողություններից, նաև որոշակի ապստամբություններ հրահրել ցույցերի տեսքով, հավաքների տեսքով, որոշակի պետությունների տարածքում, որտեղ նրանք ունեն այսպես կոչված փափուկ ուժը։ Իսկ Իրանում ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ունի այն փափուկ ուժը, որը տարիներ շարունակ կուտակել է, ֆինանսավորել է եւ այս օրերին էլ անդադ շարունակաբար տեղի ունեցող ցույցերը Իրանում եւ երիտասարդների եւ ուսանողների կարող են հովանավորված լինել ԱՄՆ-ի կողմից։ Իրանագետները չեն բացառում, որ այս պատերազմն էլ ձգվի մինչև 2-3 շաբաթ, բայց նկատում են փորձագետները, որ այն չի կարող շարունակվել ամիսներ։ Այդ դեպքում Թրամփը պետք է մի կողմ թողնի իր խաղաղասիրական բոլոր ծրագրերն ու զբաղվի միայն Իրանով, աննախադեպ ծավալի ուժեր ուղարկի տարածաշրջան։ Գայանե Մովսիսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։